Ասում է Տիրոջ խոսքը ժողովուրդը կանիծի այն իշխանին, ով ցորենը կպահի ժողովրդից եւ ժողովուրդը սովի կմատնվի։ Գիտեք, սա հոգեվոր խորհուրդ ունի։ Ես ու դու ցորեն ունենք, ես ու դու հաց ունենք, ես ու դու ունենք հավիտենական կյանքի կերակուրը, ով կասի ամեն։ Ես ու դու աղբյուր ունենք, եկեք տանք մարդկանց սիրելիներ։ Դու կարող ես տալ քո տան հյուրասիրությունը, քո հարգանքը, քո պատիվը, բայց դրանցից ոչ մեկ այդ մարդու հոգին չի փրկի վաղվա վթարից, փորձանքից, պատահարից եւ այլը, բայց եթե այդ մարդուն Հիսուս տաս, դու ամենալավագույնը տվեցիր։ Դու կարաս անգամ էլ ոչ մի բան չտաս, որտեվ Հիսուսն է բոլոր հարցերի պատասխանը։ Այսօր ուզում եմ պարզ անարատ քարոզ լինի Հիսուս։ Ունեցի Հիսուս, որ տաս Հիսուս։ Ունեցիր Հիսուս, որպեսզի մարդկանց տաս Հիսուս եւ հիշիր, դու կաս, որտեվ նա կամեցավ։ Դու այսօր փրկված ես, եկեղեցի ես, որտեվ նա ինքը քեզ համար միջնորդեց, ինձ համար միջնորդեց եւ երեք ներկայացումից հետո երբ որ կարճ խոս պիտի խոսեի ուղղորդեի աղոթքի, ես ասեցի այս ներկայացումը ինչքան դիտում եմ ու ինչքան մտածում եմ, հասկանում եմ, որ իմ անունը Բարաբա է։ Ես այնտեղ կանգնած ու ես պիտի գնայի խաչվելու արժան է, ինձ թքեին, անարգեին, ծեծեին, ինչ էլ անեին, ես արժան էի։ Իմ արդեն պարանոցին դրված էր իմ դատավճիռը, ես դրանից չէի կարող հրաժարվել, չէի կարող ասել փաստաբան բերեք, փաստաբանն էլ գար, ինքն էլ կմեղադրեր ինձ, որտեվ ես ակնհայտ բռնվել էի մեղքի մեջ, բռնվել էի հանցանքների մեջ, ում խափեի, Աստծուն չէի խափի, եւ ինչ որ մեկ եկավ ու ասեց գնա ապրի, ես քո փոխարեն գնում եմ մեռնելու։ Բոլոր մարդկությունը, որ գալիս է Տիրոջը, մի հատ մականուն ունի, Բարաբա։ Ամենքի անունը Բարաբա է։ Եվ Բարաբան է, որ այլևս պետք է գնար մեռնելու, անարգվելու, ի արժան իրեն գործողությունների, բայց Տերն ասեց, գնա ապրի։ Ես մեռնում եմ քեզ համար, որ դու ապրես ինձ համար։